Պարտիրոջ շրորդչը, կանի որ պաշտարմունքի վերջի բաժինա, մենք պետք է աղոթենք հոգսերի պրոբլեմների համար, ունենք բավականին հոգսեր, խնդրել են ժողովուրդը տարբեր տեղից, Հայաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, ապաշխարած մարդիկ, հոգևոր մարդիկ, աշխարհիկ մարդիկ, ուղղակի մի երկու խոսք եմ ուզում սիրելիներ Սուրբ գրքից ընթերցել, որի վրա ես մի քանի օր ես ավելի շատ եմ խորհում ու մտածում։ Հովանու ավետարան 6-րդ գլխի 36 համարն էսպես ասում. Բայց ես ասացի ձեզ, թե տեսակ էլ ինձ եւ չեք հավատում։ Տեր Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ եւ շեշտում ասում է. ես ձեզ ասացի, թե տեսակ ինձ եւ չեք հավատում։ Այսօր բարեկամներ, ինչքան են մարդիկ Տիրոջ ողորմությունները տեսնում իրաց կյանքի մեջ։ Այսօր մարդիկ ինչքան են Տիրոջ հրաշքները, զորությունները իրաց կյանքի մեջ տեսնում։ Համենայն դեպս իմ շրջապատի մեջ չկա երևի մի այդպիսի անձնավորություն, հասուն, չափահաս մարդ, որի հետ երբ որ խոսենք, ասենք երբ որ խոսում ենք, վկայում ենք Տիրոջ մասին, որ իրանք չասեն, որ հա, իրանց կյանքի մեջ էլ Աստված այս հրաշքն արել է։ Կամ մեկն ասում է, գիտես ախպեր, հենց իրավիճակ էր, մեքենան խփեցի, բան, չգիտեմ, հրաշքով պրծա, մեկ-ամեքը մի բան ասում են։ Եվ բոլորն էլ վստահ համոզված են, որ իրոք Աստված այդ իրավիճակը իրանց փրկել է։ Բայց այս մարդիկ չեն հավատում Տիրոջը։ Եվ նույնը եկեղեցու մեջ այսօր շատ մարդիկ գալիս են Տիրոջը, գալիս են պաշտամունքների։ Միգուցե երկար տարիներ են գալիս, որոշները եկեղեցու անդամ են դառել, որոշներն էլ դեռ չեն մկրտվել։ Գալիս են, բայց չեն հավատում։ Տիրոջը տեսնում են, բայց չեն հավատում։ Սուրբ Գիրքը հիշեցնում է բարեկամներ, ասում առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ նա վարձահատույց է ամեն իրեն խնդրողներին։ Ամեն իրեն խնդրողներին նա վարձահատույց է։ Եվ Տերն ուզում է, որպեսզի մեր հոգևոր վիճակը բարձրանա, մեր հասակը բարձրանա, ժողովուրդ ջան։ Նա չի ուզում, որ մենք բավարարվենք նույն վիճակի, ոնց կանք սենց մնանք։ Ուրեմն իրական պատմություն է սա, Գերմանիայում մի հատ կանցլեր որոշում է, որ մի հատ, ասենք, էլիտար իրանց համար մի հատ գերմանական հատուկ զորք պատրաստեն, եւ այս մարդիկ հայտարարություն են տալիս ամբողջ Գերմանիայում, ասում են, գիտեք, այս ինչ օրը, այս ինչ քաղաքի մեջ, այս ինչ ժամին, ովքեր որ ուզում են, որ այդ էլիտար զորքի մեջ զինվորագրվեն, կարող են գալ։ Այսքան վարձատրվելու, սենց ու գնում են տարբեր քաղաքներից մարդիկ են գնում։ Տարբեր մարդիկ բոլորն էլ գնում են։ Մեկը ֆիզիկապես շատ ուժեղ, ասենք, ծանրորդ հալը, մեկը, ասենք, վազորդ հալը, մեկը ուժեղ կրակող հալը, սաղ մարդիկ, ու ամենքը մտածում են, որ մենք գնանք անպայման, մեզ կընտրեն, որովհետև ինման լավ կրակող չկա, ինման լավ վազող չկա, ինման խելացի մեկը չկա, սաղ ամենքը մի բան մտածում են գնեմ։ Եվ որ հասնում են այդ քաղաք, ասում են, ես ինչ քաղաքիմ, ես ինչ օր, ես ինչ ժամին հրապարակեմ, ես ինչ տեղ է։ Եվ որ գնում են, ընդեղ տենում են մի հատ բանա դրած, պլանկայ ասենց դրած, բարձր, 1.90 սանտի, ու ասում է, ով գլուխը, որ այս պլանկին կպավ, ու բարձր եղավ, նա պտի անցնի։ Ում հասակը, որ սանի ցածր է, նա չի ընդունվելու, ասում են, գիտես, լավ ես արեկել ես, լավ կրակող ես, լավ վազող ես, բայց քո բոյը չի համապատասխանում։ Ժողովուրդ ջան, Աստված էլ ինքը իր չափանիշը մեզ դրել է, լավ ես անում հավատում ես։ Լավ ես անում հոգևոր ես, լավ ես անում դու լավ չափանիշներ ունես, բայց իմ ու քո չափանիշները չի, որ մեզ պետք է փրկել։ Աստված մի չափանիշ ա դրել, եւ այդ չափանիշը պետք է մեզ համապատասխանենք այդ չափանիշին։ Բայց շատ հաճախ մենք ենք այդ չափանիշը մեզ հարբարացնում։ Տերն ասում է, չեք ինձ հավատում։ Ինչ չեք հավատում։ Մի հատ իմ խնդրանքը, որ այսօր տուն գնաս,
ով ուզում է լինես, ինձանից սկսած, հլա մի հատ ինքնակնության գնա, իրոք դու հավատում ես Հիսուսին, թե չէ։ Իսկ Տերն ասում է, ինձ հավատացողը ինչ է։ Ասում է, որ ինձ կհավատա ինչպես, գիրքը կսե։ Փառք Աստծո, գիրք ունես, կտակարանն ունես, Աստծո խոսքն ունես, մի հատ դեռ ու հերթականության պլանայի, քու հավատքը համապատասխանում է այս խոսքին, թե չէ։ Քու ապրած կյանքը, իմ ապրած կյանքը այս խոսքի հետ համընկնում է, թե չէ։ Գաղափարս գիտենալս քիչ է, գույնավոր քարոզելս քիչ է, ծառայելս քիչ է, կոչում պագոն զվանի ունենալս քիչ է, այդ սաղ քիչ է, դրանք ոչինչ են։ Այդ բոլորը ստեղ պետք է մնա։ Այդ բոլորը մինչև գերեզմաններն է տանելու մեզ։ Ինչքանով է իմ հավատքը համապատասխանեմ եւ ինչքանով եմ ես Տիրոջը հավատում։ Իմ հավատքը ինչքան է համապատասխանում այդ խոսքին։ Տիրոջ խոսքին ինչքանով է համապատասխանում։ Հռոմեացիս 6-րդ գլխի մեջ ասում է մենք որ մկրտվեցանք, նրա մահվանը մկրտվեցանք։ Նրա կերպարնակից եղանք, այսօր մկրտվել ենք մենք, լավ ենք արել, Տերը օրհնի, բայց նրա մահվանը կերպարնակից ենք, թե չէ։ Թե էլի մեր մարմնավոր կյանքն ենք ապրում, մեր մարմնի ցանկությունն ենք կատարում։ Որոշներն էլ կան, ասենք չեն մկրտվում։ Գալիս է, չի ուզում մկրտվի այս մարդը։ Մտածում է, դե որ հավատում եմ հերիքա, չէ, ժողովուրդ ջան։ Մենակ հավատքը քիչ է։ Մկրտությունից հետո է, որ մարդը պետք է հաղորդ լինի Տիրոջ արյունը մարմնի հետ, որովհետև Տերն ասում է, որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմիր, ամեջ կյանք չունի։ Այսօր սատանան շատերին խաբում է, դե բավարարվի, այսքանով, այսքան հասակով հերիք է, գիտես, կարդում ես, աղոթում ես, ժամանակ առ ժամանակ գնում ես, ոչինչ, դե այսքանը բավական է, չէ ժողովուրդ ջան։ Հոգևոր կյանքը դա անընդհատ հարատև ճանապարհ է, որ մարդը պետք է հարատև աճի։ Մի հատ տեսեք գարուն է, ասենք, այստեղ բոլորս էլ անց ենք կենեմ, ծառներ ենք տեսնեմ, չէ, ասենք։ Լա տեսեք, ձեր դռանը ասենք ու դռանը, որ հողամաս ունեն ու ծառներ ունեն։ Այդ ծառը, լա տեսեք, դադարում է բոյ քաշելուց, թե չէ։ Այդ ծառը անընդհատ նա պետք է աճի։ Ինչքան կտրում ես, նա աճում է։ Որ տարին, որ այդ ծառը դադարեց աճելուց, այդ ծառն արդեն չորանում է։ Հոգևոր կյանքը նույնպես պետք է մեր աճի, օրեցօր, որտեղ հավատքը պետք է աճի, ժողովուրդ ջան։ Բայց այսօր նայում ես նույն վիճակի մեջ մարդը։ Նույն հոգևոր վիճակի մեջ, նույն դժվարությունների մեջ, նույն խնդիրների մեջ, նույն վիճակը էլի իր սրտի մեջ, ես չեմ ուզում ուրիշ բաներ խոսել։ Այս մարդը չի փոխվում։ Մեզ պետք է հավատալ Տիրոջ, ժողովուրդ։ Առանց հավատքի Աստծուն անկարելի է հաճելի լինել։ Իսկ հավատացողը ինքնակնության է գնում։ Հավատացողը ասում է, ով որ ինձ կհավատա, ինչպես գիրքը կսե, այսինքն ինչպես իր խոսքն ասում։ Նա ինչքան է, օրինակ, ինչքանով ես դու աճեմ։ Նայում եմ, ես ասենք, գառնան գլուխ երեխեքը մեծանում են, չէ՞, նայում եմ թորները, սա մրտեն եմ մի հագին պոյվածել են։ Ասում եմ, ինչքան ես պոյվածի, արա, այս մի քանի օրվա մեջին։ Այսինքն աճում է մարդը։ Հիմա դու նա ինչքանով ես աճել։ Դու գիտես, դու լավ գիտես դու ով ես, ես գիտեմ լավ ով եմ։ Ինչքան ուզի ես քեզ ցույց տամ, ինձ ներկայացնեմ, թե ես ով եմ։ Ხო ես գիտեմ ես ով եմ, դու լավ գիտես դու ով ես։ Թող Տերը օգնի, ես չեմ ուզում երկարացնեմ, քուրեր աղբերներ։ Այսօր որ տուն գնացեք, խնդրում եմ ձեզ, հլա տեսեք, անկեղծ մի հատ ինքնակնությամբ նստեք, առանձնացեք Տիրոջ հետ, ու լա հարց տուր, իրոք դու իրան հավատում ես։ Ոնց որ գիրքն է ասում, թե ոնց որ դևերն են ասում։ Հակոբոսը գրում ասում է, դևերն էլ են հավատում ու սարսափում Աստված կա, ինչ օգուտ։ Նա էլ գիտի, օդի իշխանը սատանան էլ լավ գիտի, որ Աստված կա։ Նա էլ է հավատում։ Բայց նրա հավատքը չի համապատասխանում Տիրոջ խոսքին։ Եթե իմ ստանդարտները, իմ չափանիշները այդ 1.90 չհասավ, ես չեմ կարող այդ զորքի մեջ մտնեմ։ Ինչքան ուզի լավն եմ, ինչքան ուզի մարդկորեն ես իմ արժանինքները ներկայացնեմ։ Նայեք, ցանկացած կազմակերպություն, ցանկացած հիմնարկություն, ցանկացած գործարան, ցանկացած հաստատություն իր կարգ ու կանոնն ունի, ժողովուրդ ջան։ Իր օրենքներն ունի, որ իր այդ մեջ մտնողը, իր այդ մեջ աշխատողը պետք է ենթարկվի այդ կարգ ու կանոնին։
Ցանկացած հիվանդանոցում դրված է, որ բժիշկները պետքա ոնց անեն։ Այսինքն ամեն մեկին դրված է ինչ պետք է անեն։ Ես հիշում եմ մեր երեխեքից մեկը աշխատում էր այս Դոնուսում, մի օր տնամ շալվարը հագած, վայ թեմել ես, չի աշխատում աղջիկ ջան։ Հա, լավա դուս ես եկե։ Համի ասում եմ, ես ինչ աղջիկ ջան, ասում եմ, դե արտակ աղբեր, ես մեր հիմնարկի կարգն է։ Մի հատ հասարակ, որ պահագություն են անում, ընդեղ կայնում են, մեկը գալիս է տանեն ընդեղ կամ բերեն, այդ հիմնարկը հատուկ շորերի կարգ է դրել, որ պետք է հագնեն։ Եթե չեն հագնեմ, ուրեմն չպետք է աշխատեն այդտեղ։ Մի հատ հասարակ կարդոնի յաշիկ են սարքեմ, հիշում եմ մեր քուրերից մեկը գնացել էր գործի, ասել եմ պի շալվար հագնես։ Ասել էր չէ, չեմ հագնելու, դե որ չես հագնելու, ասել են չգաս գործի։ Նա չգնաց գործի, տերը օրհնի քուրիկին։ Մստած է ինքը ստեղ։ Այսինքն մի հատ հասարակ կարդոնի յաշիկ սարքելու մար, այդ հիմնարկ իր կարգ ու կանոնն ունի, պետք է ենթարկվես, որ դու այնտեղ աշխատես։ Բա երկինքի Աստված, հավիտենական կյանքի Տերը, նա իր կարգ ու կանոնն ունի։ Ուզում ես երկինք գնաս, դու ենթարկվես այդ կարգ ու կանոնին։ Ժողովուրդ ջան, յալան թրախը չէ, որ ինչ ուզենամ անեմ ու վсё։ Այո, մենք ձրի շնորհով փրկված ենք, փառք Տիրոջը, բայց Տերն ասում է, չեք հավատում ինձ։ Գնա մի հատ ինքնակնության հավատում ես թե չէ։ Եթե հավատում ես, այն խոսքը, որ Տերն ասում է, ձգտի այդ խոսքը ապրես։ Իսկ եթե չես ապրում, Տերը օրհնի քեզ, արի գնա, այնքան արի գնա, այստեղ մարդիկ կա, ճանաչում եմ դեմքով, ասենք 5-10 տարի, 10-10 քանի, 15 տարի է գալիս է, 20 տարի է, մկրտված չի գալիս գնում։ Է լավ անեմ, թող գա գնա, իրանով արգել եմ, մեր դռները բաց է բոլորի առջև։ Բայց այս մարդը հաստատ երկինք չի գնալու, ես վստահ համոզված եմ։ Որտեվ Տիրոջ խոսքն ասում, որ ինձ հավատա, ու մկրտվի նա պիտի փրկվի։ Եթե մարդը 20 տարի է գալիս է եկեղեցի, 15 տարի է գալիս է, ու չի մկրտվում այս մարդը, ուրեմն չի հավատում Տիրոջը։ Չի հավատում, որ կյանքը Հիսուսն է, չի հավատում, որ ամեն բան նրանով է ու նա է, չի հավատում այդ կյանքին։ Իսկ եթե չի հավատում, առաջ չի գնում հոգևոր, իր չափանիշը դրել է, այսքան է, ոյ այսքան է, всё, այդքան էլ կանգնում է։ Բայց Տերը ստանդարտ է դրել, չափ է դրել, որ այդ չափին պետք է համապատասխանի կյանքի իմ կյանքը։ Տերը թող օգնի, բարեկամներ, թող ինձ էլ ողորմա, ձեզ էլ, որ լուրջ սթափվենք, մենք վերջի ժամանակների մեջ ենք։ Ես չեմ, այս քաղաքականության մեջ չեմ մտնում, առանց այդ սաղորը մտքերից մեջ, երազներից մեջ էլ այդ քաղաքականությունը, բայց ժամանակները հասել են, մենք վերջի ժամանակների մեջ ենք։ Հլա տեսեք արագ ինչեր ալում աշխարհերեսին։ Դուք բոլորը դա այստեղ, բոլորը ականատես են կլելու, ինչեր արագլելու այս երկրի վրա։ Երեք խոսում եմ եղբայրներից մեկի հետ, ասում ախպեր թողել Հայաստան եկել, ասում այս սալադես ընդեղից ոնց են սաղ փախնելու գալու։ Դե ասի ախպեր չգիտեմ ինչ են անելու, ես գործ չունեմ, բայց ասում ալատես ինչեր ալում։ Մենք չենք պատկերացնում, որ իրոք մենք վերջի ժամանակների մեջ ենք։ Դրա համար ես էլ դու էլ պետք է ամեն օր պատրաստ լինենք, ժողովուրդ ջան։ Ամեն օր մենք պետք է պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու։ Որ մեր սիրտը չդողա, մեր սիրտը չդրդռա։ Եղբայրը որ հիշեցնում էր, ես հիշում եմ, արդեն 5-րդ տարին է, այո 5-րդ տարին է, երբ որ ես այդ բանը տեսա, որ այդ հափշտակությունը Տերը ցույց տվեց, այդ որ ժողովուրդը որ գնում են սենց այդ մութ խավարի մեջ, առանց բան խոսալու, այնտեղ մենակ ձայն էր լսվում, բոլոր դատողներ, բոլոր բամբասողներ, բոլորը սենսներ, մարդիկ վեր էին կենում, առանց ձեն անելու գլուխները կախուղի գնում են այդ խավարի մեջ։ Ու մի հատ դող էր բռնել ինձ, որ վերջն էլ եկավ, եսիմ, բայց փառք Տիրոջը մի քիչ ժողովուրդ մնաց։ Ու Տերը ինձ բաներ ցույց տվեց, ասի փառք քեզ Տեր, ու ասավ գնա այս հարցի մեջ էլ դու կարգավորվի, այս հարցի մեջ շտկվի ու ուղղվի ապաշխարի։ Ժողովուրդ ջան, Աստծո առաջ որ կանգնես, ոչ մեկը չի կարա դու արդարացնի քեզ, դու էլ չես կարա քեզ արդարացնես։ Ստեղ ցանկացած հարցի մեջ երբ որ խոսում են, կարամ ասեմ, դե արտակ աղբեր, դե սենց արին, ես էլ սենց արեցի։ Ինձ կարաս համոզես, ես էլ քեզ կարամ համոզեմ, բայց ասուն դու չես կարա համոզի։ Իմ խնդրանքը քեզ, ցանկացած հարց որ պետք է տաս, մի հատ այդ հարցը տուր, եթե դու Աստծուն ասես այդ քո հարցը, դու կարդարանաս Աստծո առաջ այդ քո տված հարցի պատասխանով թե չէ։ Եվ որ դու պատասխանում ես հարցին, որ ասի ինչի չես մկրտվել, արտակ աղբերն ասելա շալվար չհագնես, ես շալվարը մաքնեմ, դրա համար չեմ մկրտվել։
Եթե կարաս Տիրոջն ասես արդարանաս, շարունակի այդպես։ Եթե կարաս արդարանաս, շարունակի։ Ով կարա արդարանա, թող շարունակի, ժողովուրդ ջան։ Ես չեմ երկարացնում։ Թող Տերը օգնի, իմ խնդրանքն է։ Նորից մի հատ նայ, դու հավատում ես Հիսուսին, թե չէ։ Տերն ասում է, բայց ասում է, չեն ասում է, բայց ասում եմ ձեզ, տեսակ ինձ եւ չեք հավատում։ Ամի դու Հիսուսին տեսնում ես, նրա գործերը տեսնում ես, նա հավատում ես, թե չէ։ Դու պատասխանի։ Իսկ նա հավատացողը, ինչպես գիրքն ասեմ, իր խոսքը պահի։ Իսկ եթե իր խոսքը չի պահում, այս մարդինք իր խափում նա չի հավատում ասում։ Թող Տերը օգնի, ժողովուրդ ջան։ Հոգսեր կա, նորից եմ խնդրեմ, որ պետքա կանգնենք աղոթքի, պետք է աղոթենք։ Կանգնենք ոտքի։ Արմեն եղբայրն է խնդրել, աղոթենք իր ընտանիքի համար։ Նաև Գերմանիայից են խնդրել, այդ երիտասարդների համար նորից աղոթենք։ Մեր քուրերից ունեն բավականին դժվարություններ, խնդիրներ, խնդրել են, որ աղոթք անենք։ Աղոթենք Եվրոպայի մեր համար եղբայրների ժողովրդի համար, որտեղ այնտեղ նույնպես ծանր իրադրություններ է, եկեղեցու մեջ բավականին դժվարություններ է եւ բավականին հարցեր կա։ Խնդրենք, որ Տերը ողորմություն անի, որ Տերը իր ողորմությունը մեկնի, իր բժշկար ձեռքը մեկնի, իր ողորմությունը հասնի։ Փառք քեզ Տեր Հիսուս։